Պարոն Վարդանյան, եթե կարելի է խնդրում եմ անդրադառնալ մեղադրանքներին, որոնք հնչում են Ռուսաստանի հասցեին, ասում են դաշնակցային ինչ պարտականություններ չի կատարել, ձեզ համար հասկանալի է, թե ինչ պետք է անել Ռուսաստանը, որ չի արելու, առհասարակ այս մեղադրանքները հիմնավորված են, թե ոչ։ Հարգելի լրագրողներ, ես պատասխանեմ ավելի հստակ, բերեք տենանք մենք մեր պարտավորությունները մեր ազգի նկատմամբ կատարել ենք թե ոչ, նոր մեղադրենք մնացած ազգերին։ Բնականաբար, եթե Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկ գիշերվա մեջ հրաժարվում է 120,000 հայից, մեկ գիշերվա մեջ հրաժարվում է տարածքային ամբողջականությունից Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության վարչապետ կոչվածը ազգային ժողովի համար մեկ ամբիոնից, որ կանգնում է ասում է մենք կորցրեցինք Արցախը, բայց ունեցանք սուվերենություն։ Հիմի հարց իրան, 18 թվականին, որ դու հեղափոխություն էիր անում ճակերտավոր, դու գնում էիր Ադրբեջանի վարչապետ թե Հայաստանի։ Եվ դու քո պարտականությունները որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ Արցախի երաշխավոր որպես Հայաստանի ղեկավար, Հայաստանն էլ Արցախին որպես երաշխավոր, դուք ձեր պարտականությունները կատարել եք, որ մեղադրում եք Ռուսաստանին։ Մենք հայ ազգ ենք, մենք սովոր ենք մեղադրելու, մեր մեղքը չենք ընդունում եւ մեղադրում ենք սրա նրան, քանզի մեզ որ ոչ մի բան չլինի։ Քի բերեք ճիշտը նայենք, էլի մենք պատմական լիքը փաստեր ենք ունեցել։ Մեկ դար անցել է, ուղիղ մեկ դար անցել, մեկ դար առաջ էլի Թուրքիայի հետ բարեկամացան, մեկ դար առաջ էլի ասեցին սրանք ուրիշ են, լավն էր, մենք պետքա գնանք հետներընկերություն անենք, հետևեց ցեղասպանությունը։ Ցեղասպանությունից 4-5 տարի հետո ինչ եղավ, եկեղեցուն են կմնում, եկեղեցին չկանգնավ, Սարդարապետի գլխին ով կանգնավ։ Մենք ինչից ենք խոսում, այսօր եկել ենք անել են Եվրոպա, Տովյո Կլարը, ես 10 անգամ ասել եմ, էլի կասեմ, Տովյո Կլարը, որ եկավ Թուրքիա, 3 անգամ ինչ հայտարարեց։ Ամբողջ Եվրոպան տեսնում է Թուրքիային տեր տարածաշրջանում։ Հիմա ինչ մենք համաձայն ենք գնանք էլի Թուրքին դառնանք վասա, ինչի համար ժողովուրդ։ Մենք կարանք մեզի ճիշտ պահենք, լինենք գործընկեր, որի հետ մենք եղել ենք դարավոր գործընկեր, որին որ շատ մարդիկ չգիտեն, այսօր մենք Էջմիածինի ճանապարհին դեպի աշտարակ ունենք Օշականի հուշարձանը պատերազմի, որ Օսմանյան կայսրությունը հայ եւ ռուս մարտիկները կանգնացրել են։ Մի հատ ինձ թող ցույց տան ինչ-որ եվրոպական մի արձան Հայաստանի Հանրապետությունում, թող ցույց տան ինչ-որ մի այլ ազգի զինվորներին, ովքեր որ եկել են Հայաստանի Հանրապետության համար մարտնչել են քո այդ կողքի։ Այս Հայաստանը, որ ապրում ենք, այս Հայաստանը ով է մեզի տվել։ Այդ ժամանակ հիշեք ռուս պարսկական պատերազմներ, մարդը գրավել էր, կարար ասել ապրեք որպես վասալ։ Մարդը տվեց ասել ձևավորվեք ապրեք։ Մենք ռուսից ինչ ենք ուզում, ժողովուրդ։ Ասում են պետք է արձագանքեր, օրինակ 2022 թվականի ադրբեջանական հարձակումներին, ճանաչեր հստակ Հայաստանի տարածքը եւ խաղաղապահներ ուղարկել։ Չակերտ բացեմ։ Ինքը խաղաղապահներ ուղարկեց, այո։ Հայաստանի Հանրապետության վարչապետին ասեց ճանաչի Արցախը։ Հայաստանի Հանրապետության վարչապետը ճանաչեց Արցախի անկախությունը։ Ճանաչեց Արցախը որպես Հայաստանի մասնիկ։ Բա ռուսից մենք ոչ մի բան չենք արել, ռուսը մեղավոր էր, խի։ Հələ բերեք նայենք, էլի։ Բերեք նայենք, հոտնենք չի, ասելով չի։ Պարոն Վարդանյան, արևմտամետների այս բողոքի ակցիաները որևէ կերպ կարող են ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Ժողովուրդ չեմ ուզում մարդկանց վարքաբեկեմ, բայց Խզմալյանի տեսքին նայեք, Բաբաջանյանի տեսքին նայեք, ուտենք շարունակ կարամ թվարկեմ, էլի մի դրանց տեսքին նայեք ու պատկերացրեք։ Մենք չենք ուզում ԼԳԲՏ համայնք ունենանք Հայաստանում, մենք չենք ուզում, որ կինը կնոջ հետ ամուսնանա, տղեն տղու հետ ամուսնանա, ախր մենք ազգ ենք, ապրել ենք, դարավոր ավանդույթներ ունենք, այս ազգային ժողովն է, որ ասում մենք ընտանիքի մոդելը մերը սխալ է, կանանց մոդելը մերը սխալ է, հա չհասկացա, այս մենք դարերով ապրել ենք, սաղ ճիշտ էր, այս 7 տարվա մեջ, սաղ սխալ էր, իրանք որ եկան, իրանց ձևաչափով, իրանց մոդելներով, սաղից ուզում են ասեն, որ սխալ ենք ապրում ենք Հայաստանում։ 18 թվին հեղափոխություն էր անում, ասում էր Արցախը Հայաստանա եւ վերջ։ Ժողովուրդ, ես առանց ձեզ ոչ մի բան չեմ անելու, ժողովուրդ, ձեր հետ խորհրդակցելով եմ անելու, ինչ ունեցանք։ 20 թվականի պատերազմից հետո ասեց անկախ Հայաստան ունենք։
Ախր անկախը ո՞րն է, անկախը այն էր, որ 95 թվականին, 94 թվականին անկախացանք, ունեցանք տարածքներ, մենք սկսանք մարդավարի ապրելը, անկախը դա էր, տարածքները հանձնեց, Տաուշից կեսը հանձնեց, որտեղից ասես հող է հանձնում, մենք այսքան հակառակորդ ունենք մեր սահմաններին կպած։ Իշխանությունը ասում է մենք տարածք չենք հանձնել, ինչը ադրբեջանական կողմին է տալիս ենք, ինչը մերն է, մեզ ենք պահում։ Դե ինչը մերն է, ես հիմի կարամ մի երկու տարածքի անուն տամ, սահմանազատումը սկսել են Տաուշի մարզից, հետ տարածքները մեզի չեն տալիս։ Խիա գալի, որ Ադրբեջանը հասնում է, որ Ադրբեջանը պետք է տա, եւ Ադրբեջանը չի տալի ոչ մի բան։ Խիա դառնում սենց, Հայաստանի Հանրապետության վարչապետը խոսում է խաղաղության մասին, 300,000 ադրբեջանցի պետք է վերադառնան, թե իրանց իրավունքներով ապրեն։ Բա մեր Բաքվի հայերն ուրեն, բա մեր Նախիջևանի հայեր, մենք խի բան չենք դնում, պահանջ չենք դնում, որ մերոնք էլ պետք է հետ գնան։ Ինչ խաղաղության մասին է խոսքը։ Դե ասում են խաղաղության պայմանագիրը երբ ստորագրվեց 5 րոպե հետո կողմերը իրար հետ առևտուր են անելու։ Իսկ Ադրբեջանի կողմից արած հայտարարությունները մենք նայում ենք 20 թվականի պատերազմին այս շենքից ամբողջ օրը գոռում էին հաղթում ենք մերն է։ Ալիևն էլ ընդ նստած ձեռը խփում էր սեղանին, ասում էր այս շրջանը վերցրի։ Մեր ինֆորմացիայի աղբյուրը այսօր ոչ թե մեր կառավարությունն, այլ Ադրբեջանի։ Ինչ ասել, Կովկասյան այդ ինչա մուսուլմանների գրասենյակի նախագահան հայտարարում է, որ Հայաստանի եկեղեցին է մեզ վտանգ սպառնում, 4 օր հետո մարդու կնիկ եկեղեցի վրա բան են, արշավ են անում։ Եկեղեցին դա Հայաստանի Հանրապետության ամենակարևոր Իրենք ասում են եկեղեցին մեր հոգևոր տուն է եւ այդ տունը պետք է մաքրենք։ Եվ նաև ասում են, որ քաղաքական գործերին են խառնվում, քաղաքական դաշտ են մտնում դրա համար։ Քաղաքական դաշտ մտնում է կարգալուծեղած սրբազան։ Ես ոչ մեկին չեմ պաշտպանում, բայց ասեմ, այսօր եթե ես խնդիր ունեմ Նիկոլ Փաշինյանի հետ, ես իրան եմ դիմում, ես չեմ դիմում ազգային ժողովին, չգիտեմ, ես իմումը։ Այսօր խնդիրը ինքն է, իր խմբակով։ Եթե կա եկեղեցում ինչ-որ մարդ, որ կարել է հանցագործություն, կարան սիրուն, կարգալուծանեն, պաշտոննել է իրանցը, սաղ ուժային կառույցներն էլ է իրանց։ 10 հոգի մարդ են գալի, այսքան տղու անհանգստացնում, բերում կանգնեցնում են ստեղ։ Բա այդ խի չեն կարում անել։ Բան անում, 7 տարի ազգային նպատակա դարձել Ռոբերտ Քոչարյանի, չգիտեմ, Սերժ Սարգսյանի, չգիտեմ, սրանից այսքան միլիոն բերել։ Ազգային ժողովի համար մեկ ամբիոնը նրանումն է, որ ինքը առավոտից իրիկուն կանին դե ասես թալանչիների փողը բերելու է։ Մի հատ նախագիծ բերել են զինծառայության մասին օրենքներ են բերում։ 18 միլիոն մուծում ես, ծառայում ես մի ամիս։ Սա ծառայած տղերք են, լարստուր, մի ամսվա ընթացքում դու ինչ ես կարում սովորես բանակում, ոչ մի բան։ Այդ մարդկանց ոնց եք պայստազոր հաշվառելու, այս ինչ եք անում դուք այս պետության հետ։ Նիգոդինները եկեն նստել են, երգիր են կառավարում, երգիր են ղեկավարում, նույնը լենայել ինձ են հատկված։ Ինչ տարբերություն։ Ես եմ